Ամբողջ աշխարհը խորքային փոփոխությունների փուլում է։ Շատ ավելի արմատական փոփոխություններ տեղի են ունենում մեր տարածաշրջանում եւ նաեւ հենց մեր ներսում։ Ցավոք մենք չկարողացանք ըմբռնել ժամանակի ոգին, փոփոխությունների շունչը, չկարողացանք պահել մեր ինքնությունը որպես մեր առանցք եւ ինքներս համարժեք փոխվել, դառնալով ավելի ուժեղ եւ մրցունակ, ամրագրելով մեր փոքր, սակայն արժանապատիվ եւ կարեւոր տեղը փոխվող եւ ձևավորվող այս նոր աշխարհում։ Այս ամենի հետևանքով փոփոխությունների արդյունքում առաջացած հնարավորությունները դարձան մեզ համար լոկ սպառնալիքներ։ Կա մի պարզ ճշմարտություն. եթե ճիշտ ես ընկալում աշխարհակարգը, ունես ինքնություն, նպատակներ եւ մրցունակություն, ապա յուրաքանչյուր մարտահրավեր եւ նույնիսկ սպառնալիք դառնում է յուրատեսակ հնարավորություն։ Կար ժամանակ, երբ Արցախի ազատագրումով հայը հաղթահարեց իրեն շատ երկար տարիներ պարտադրված մազապուրծի, քրքաշի, գոյատևողի ու խաղաղություն աղերսողի կեղծ էությունը։ Հայը սկսեց վստահորեն վերագտնել սեփական ճանապարհը եւ իր ինքնության իրական առանցքը, որտեղ նա հավակնոտ է, պայքարող եւ ամենակարևորը հաղթող։ Սակայն 94 թվականից ի վեր մեր քաղաքական բոլոր վերնախավերը արեցին ամեն ինչ, որ հայը վերադառնա իրեն պարտադրված քրքաշ գոյատևողի կեղծ էությանը, չլինելով սովոր ոչ հավակնություններ ունենալուն եւ ոչ էլ հաղթելուն։ Արվեց այնպես, որ մենք հաղթողի կերպարում մեզ զգանք մշտապես անպաշտպան, անհարմար եւ մեր հաղթանակները ընկալենք որպես պատմական սխալ։ Ջանք շխնայվեց եւ արվեց ամեն ինչ, որ մենք երբեք չփորձենք անգամ նվազագույն պատկերացում ունենալ մեր իրական դերի, կարողությունների եւ հնարավորությունների մասին, որ այն երբեք չդառնա մեր ընթացքի, մեր կենսափիլիսոփայության իրական առանցքը։ Ամեն ինչ արվեց, որ մեր մտքի թռիչքը առավելագույնը սահմանափակվի հպատակության կամ տիրոջ փնտրտուքով։ Իսկ ներկայիս իշխանությունն այսօր փառքով ավարտին է հասցնում այս չակերտավորացված պատմական սխալի շտկման երկարամյա քաղաքականությունը, վերջնականապես ամրագրելով քրքաշ գոյատևողի, մազապուրծի եւ խաղաղություն աղերսողի կերպարը, որն ուղեկցվում է պատմական անցյալի մերժումով եւ ինքնությունից հրաժարումով։ Սակայն ամենակարևորը, ներկա իշխանության եւ քաղաքական կողմից այսօր մեզ պարտադրվում է կարգավիճակ եւ հոգեվիճակ, երբ մենք պարտված վիճակում ենք զգում ամենապաշտպանվածն ու հարմարավետը, երբ ամենանվաստացած վիճակում ենք մենք մեզ զգում ամենահպարտը եւ ամենաանկախն ենք զգում այն ժամանակ, երբ իրականում ամենակախյալն ենք։ Մեր գերխնդիրը այսօր իրականում մեր սեփական ինքնության առանցքին վերադառնալն է։ Այսօր հերթական անգամ չեմ ուզում շատ մանրամասներից խոսել, շատ ավելի լայն եւ խորքային բնութագրումներ տալ մեր ներկա իրավիճակին, սա որպես քաղաքական գնահատական, քանի որ մեզնից բոլորը յուրաքանչյուրը շատ լավ տիրապետում են ներկա իրավիճակին եւ մարտահրավերներին։ Սակայն այնուամենայնիվ մինչև առաջ շարժվել ես ցանկանում եմ ներկա քաղաքական համակարգին հստակ գնահատական տալ, որից հետո խոսեմ մեր օրակարգի մասին։ Հայաստանի Հանրապետությունում երբեք տեղի չի ունեցել ոչ պալատական հեղաշրջում, ինչպես շատերը բնորոշում են 1998 թվականի դեպքերը, եւ ոչ էլ 2018 թվականին եղել է հեղափոխություն։ Դրանք եղել են ուղղակի իշխանության հանձնում, որը ապահովել է ոչ թե պետության, այլ ընդամենը այս համակարգի շարունակականությունը։ Այսօր ապրում ենք քաղաքական համակարգի վերջնական դեգրադացման կուլմինացիոն փուլում, որի դրսևորումը բնականաբար ներկայիս իշխանությունն է։ Հայաստանի Հանրապետության լինելիությունն ու այս քաղաքական համակարգը ըստ էության ուղղակի անհամատեղելի են։ Ակնհայտ է, որ այս քաղաքական համակարգը, իդեմս ներկայիս իշխանության եւ տիտղոսակիր ընդդիմության,
ազգային անվտանգության մեր առաջնային սպառնալիքն է, որի գործունեությունը ոչ միայն հակապետական է, այլ նաև ուղղված մեր ինքնության դեմ։ Այս բարդագույն իրավիճակում գայթակղությունը մեծ է կարծելու, թե մեր խնդիրները կարող են արագ լուծվել միայն այս իշխանության հեռացմամբ։ Սա մեծագույն մոլորություն է, քանի որ Հայաստանի Հանրապետությունում այսօր փոխհամաձայնեցված խմբիշխանություն է, որի առանցքը ներկա եւ նախկին իշխանություններն են իրենց արբանյակներով։ Այս նույն քաղաքական համակարգի մեջ յուրաքանչյուր տեղափոխություն, յուրաքանչյուր փոփոխություն, որը կհանգեցնի նախկին որևէ վարչակարգի կամ նրանց արբանյակների վերարտադրությանը, երբեք չի կարող բերել որակական փոփոխություն։ Հետևաբար, մեր խնդիրն է հայկական էլիտայի վերհանման միջոցով ճեղքել 3 տասնամյակից ավելի շարունակվող ինքնաոչնչացման տանող քաղաքական այս համակարգը, հաղթահարել ինքնության ճգնաժամը, որից հետո միայն դնել բովանդակությամբ և արժեբանությամբ նորի հայկական պետության և պետականության ձևավորման սկիզբը, որի հիմքում ընկած կլինի բնականաբար համահայկականությունը։ Բացառապես ազգային ուժեղ պետությունը, որը ոչ միայն իր ձևով, այլ առաջին հերթին բովանդակությամբ կլինի հայկական, կարող է երաշխավորել ազգային անվտանգությունը, զարգացումը, հարատևումը, իր արժանապատիվ տեղը շարունակ փոխվող այս աշխարհում, միևնույն ժամանակ պահպանելով իր ինքնությունն ու ինքնատիպությունը։ Հայկական ուժեղ պետության ձևավորումը պետք է դառնա համայն հայության միավորող գաղափարը, քանի որ ամբողջ աշխարհում սփռված հայերի ազգային ինքնությունը կարող է երաշխավորվել միայն հայկական պետության առկայության պարագայում, որի հետ կապերը պետք է լինեն սերտ և ինստիտուցիոնալ։ Հայկական պետության նպատակը հայ ազգի հարատևման, անվտանգ, արժանապատիվ կենսագործունեության երաշխավորումն է ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, որտեղ պետությանը զուգահեռ առանցքային նշանակություն և դեր է վերապահված հայ առաքելական Սուրբ եկեղեցուն։ Հայկական պետության հիմքում ընկած է լինելու ազգային ինքնությունը, համահայկականությունը, արժանապատվությունը և արդարությունը, իսկ հանրային համակեցության արժեքային հենքը պետք է լինի քրիստոնեական արժեհամակարգը։ Հայկական պետության գործունեության գերակայություն է սահմանվում հզոր պետությունը, անկախ հայրենիքը և ազատանատը։ Հայկական պետության ձևավորման և պետականաշինության գործում անմիջականորեն պետք է ներգրավված լինի Սփյուռքը, որը նաև ինստիտուցիոնալ հնարավորություն կստեղծի ազգային ողջ ներուժի համախմբան գործընթացը սկսելու համար։ Հրաժարվելով արտաքին դերակատարների կողմից մեզ պարտադրված օտարածին օրակարգերից, հայկական պետության շրջանակներում պետք է ձևավորվի պետության արդիականացման, հանրային կյանքի կազմակերպման ազգային մոդելը։ Պետք է ձևավորվեն ազգային ինստիտուտներ, որոնց հիմքում ընկած կլինի ինտելեկտուալ անկախությունը։ Հարգելի թիմակիցներ, հարգելի ներկաներ, սրանք որպես ուղենիշ, որովհետև մեր նպատակը հայկական պետության ձևավորումն է։ Շատ ավելին մանրամասը մեր ծրագրում բնականաբար կգտնեն ովքեր որ տեղյակ չեն, ովքեր որ ծանոթ չեն, բայց այս գործընթացը լի է լինելու մեծ խնդիրներով և բարդություններով։ Մենք մեր կուսակցության այս 5 տարիների ընթացքում երբեք չենք խուսափել ներկայացնել ճիշտը, և ոչ միայն չենք խուսափել, այլ բացառապես ներկայացրել ենք իսկությունը, ասել ենք այն, ինչի մասին շատերը վախեցել են անգամ խոսել։ Մենք երբեք մեր գործունեության ընթացքում քաղաքական գործունեությունը չենք ընկալել որպես մեդիա դաշտում գործունեություն։ Մենք միշտ քաղաքական իրական գործունեությունը մեդիա դաշտից տեղափոխել ենք իրական կյանք։ Եվ հենց դա է պատճառը, որ այս ողջ ժամանակահատվածում
Մենք ստացել ենք այդքան հարվածներ, բայց միևնույն ժամանակ այս ընթացքի մեջ թրծվել ենք, կոփվել ենք, ճանաչել ենք խաղի կանոնները, ճանաչել ենք համակարգը, բայց ամենակարևորը նաև ճանաչել ենք միմյանց ու ճանաչել ենք ինքներս մեզ։ Սա թերևս ամենակարևորն է։ Մենք որևիցե պարագային, որևիցե ժամանակահատվածում երբեք չենք փնտրել հնարահովանավորներ։ Երբեք չենք առաջնորդվել հպատակային քաղաքականությամբ։ Մեր վրա երբեք որևիցե առումով ազդեցություն չի ունեցել այն կործանարար միֆերը, որ մեզնից որևիցե բան երբեք կախված չի։ Եվ հենց այս տրամաբանությամբ մենք մշտապես մարտահրավեր ենք նետել քաղաքական համակարգին, որի գնահատականը քիչ առաջ ես տվեցի։ Քաղաքական համակարգ, որի հիմքում ընկած է փոխհամաձայնեցված խմբիշխանությունը։ Եվ ես բազմիցս ասել եմ, հնարավոր չի պայքարել ստվերի դեմ, ստվերը գցողի հետ միասին։ Դա տեսականորեն անգամ հնարավոր չի։ Միայն ներկայիս իշխանության փոփոխությունը որևիցե էական խնդիր չի լուծի, եթե չփոխվի քաղաքական համակարգը։ Իշխանության փոփոխությունը անհրաժեշտություն է, բայց ոչ բավարար պայման։ Մեր գլխավոր եւ գերխնդիրը պետք է լինի այս քաղաքական համակարգի ճեղքումը։ Սա առաջին քայլը պետք է լինի մեր գործունեության։ Հավատացած եղեք, մենք եւս շատ լավ գիտենք եւ տիրապետում ենք պոպուլիստական խոսքին։ Մենք կարող ենք շատ ցանկալի խոսքեր ասել, որը իրականության հետ որևիցե կապ չունի, պաթոսախեղդ արտահայտություններ անել, բայց մեր գործունեության հիմքում երբեք ընկած չի եղել ասել այն, ինչը ցանկանում են մեզնից լսել կամ անել այն, ինչը պարտադրում է քաղաքական օրակարգը ձևավորված այս քաղաքական իշխանության կողմից եւ ընդդիմության կողմից։ Մենք մշտապես գործել եւ ասել եւ արել ենք այն, ինչի կրողը իրականում եղել ենք եւ ինչին իրականում հավատացել ենք։ Երբեք չենք խուսափել ասել դաժան ճշմարտությունը կամ երբեք չենք կոծկել այդ ճշմարտությունը ինչ որ չափով դիվիդենդներ հավաքելու համար։ Մենք երբեք որևիցե պարագայում չենք սպասարկել այս քաղաքական համակարգի օրակարգը, որովհետև մեր խորին համոզմամբ, եթե դու ունակ չես դուրս գալ քաղաքական օրակարգից, որը ձևավորվում է այս համակարգի կողմից, դու երբեք չես կարող լինել կենսունակ։ Կա երկու կամ մեկ պարզ ճշմարտություն։ Կան դերակատարներ, ովքեր ձևավորում են օրակարգեր, եւ կան օրակարգեր, որոնք ձևավորում են դերակատարներ։ Մենք երբեք չենք եղել դերակատարներ, ում ձևավորել է օրակարգը։ Մենք մշտապես փորձել ենք ձևավորել մեր սեփական օրակարգը։ Այս ամենի մասին, ինչից ես հիմա խոսում եմ, բնականաբար շատ դժվար է։ Այս ճանապարհը հեշտ չի լինելու։ Լինելու է ծայրահեղ դժվար, բայց միևնույն ժամանակ չափազանց պատվաբեր։ Պատմության ողջ ընթացքում ոչ մի փոփոխություն երբեք հեշտությամբ չի տրվել։ Այդ փոփոխության ճանապարհին մշտապես եղել են հարվածներ, անգամ կործանարար հարվածներ։ Սակայն գաղափարի իսկությունը եւ ճշմարտացիությունը երևում է նրանով, թե որքանով ենք մարդիկ եւ այդ գաղափարը կրող դերակատարները կարողանում ընդունել այդ հարվածները։ Հարվածներից ոչ թե ընկրկել, այլ հարվածներից ավելի ուժեղանալ, որովհետեւ մենք բոլորը շատ լավ գիտենք, երբ մարտահրավեր ես նետում մի ամբողջ քաղաքական համակարգի, որը 30-ից ավել տարի կարծրացած է եւ զբաղված է բացառապես իր վերարտադրությամբ, այդ ճանապարհին հնարավոր չի, որ որևիցե մեկը ձեզ ծափահարի։ Ձեզ պիտակավորելու են, վարկաբեկելու են, անելու են հնարավոր ամենը, որպեսզի դուք այդ ճանապարհը չկարողանաք անցնել։ Հետևաբար այդ ճանապարհը կարող են անցնել բացառապես այն մարդիկ եւ այն դերակատարները, ում միմյանց կապում է ոչ թե ռեսուրսը կամ ֆինանսը,
այլ բացառապես գաղափար եւ ապագայի վերաբերյալ կամ նկատմամբ պատկերացումներն ու հստակ տեսլականը։ Սեփական երկրում, հայկական պետությունում ապրելու մեծ ցանկությունը։ Եվս մեկ անգամ հարգելի թիմակիցներ, ճանապարհը որևիցե կերպ հեշտ չի լինելու։ Եվ մենք այսօր, երբ հայտ ենք ներկայացնում մասնակցելու հունիսի 7-ին հերթական խորհրդարանական ընտրություններին, մեր նպատակը ամենևին էլ մանդատներ ունենալը չէ։ Մանդատները կամ պարլամենտում լինելը մեր համար ընդամենը միջոց է։ Պարլամենտում լինելը մեզ տալու է հնարավորություն լինել այն առողջ ծիլը, որը կճեղքի այս փոխհամաձայնեցված խմբիշխանությունը եւ ունենալով ինստիտուցիոնալ պարլամենտական հարթակ, մեր օրակարգը, մեր գաղափարները շատ ավելի լսելի դարձնել եւ process-ը ավելի երկրաչափական պրոգրեսիայով ընդլայնել։ Այս ընթացքում մենք որևիցե մեկի հետ դաշինք չենք կազմելու։ Մենք ընտրություններին մասնակցելու ենք մեր սեփական, բոլորի սեփական ուժով։ Բնականաբար գաղափարի շուրջ համախմբված կլինեն նաև մարդիկ, ովքեր կուսակցության անդամ չեն, օրինակ իդեպս պարոն Այվազյանի, ով Երևանի պետական համալսարանի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչն է, հրաշալի գիտնական, ով կուսակցական չէ, բայց մեզ, ինչպես նաև մեզ բոլորիս միավորում է այս գաղափարը։ Պարլամենտում լինելու ժամանակ մենք որևիցե մեկի հետ, որևիցե մեկին մեր քվեները որևիցե պարագայում չենք տալու, որովհետև մեր քվեները մենք բացարձակապես ստանալու ենք քաղաքական այս համակարգը ճեղքելու, օրակարգը սպասարկելու համար եւ հայկական պետության եւ պետականության սկիզբը դնելու համար։ Որևիցե պարագայում, անկախ դա կլինի հանրային ինչ աստիճանի ճնշում, նման բան երբեք չի լինելու, ոչ ընտրություններից առաջ, ոչ ընտրությունից հետո։ Հունիսի 7-ից հետո մեր համար, հունիսի 7-ը մեզ համար ոչ թե լինելու է հանգրվան, այլ հունիսի 7-ը լինելու է յուրատեսակ սկիզբ։ Որտեղ մենք չենք կանգ առնելու այնքան ժամանակ, մինչև չհասնենք մեր ընդհանուր նպատակին։ Եվ հարգելի թիմակիցներ, ամփոփելով խոսքս եւս մեկ անգամ ասում։ Այս ճանապարհը չափազանց դժվար է, իրագործելի, բայց միևնույն ժամանակ խիստ պատվաբեր։ Ինչ շատ հաճախ հարցնում են, ասում են, իսկ դուք հավատում եք, որ կունենաք հաջողություն։ Ես ասում եմ, ոչ թե հավատում եմ, այլ ես գիտեմ։ Դրանք շատ տարբեր են։ Երբ ես ասում եմ գիտեմ, դա չի նշանակում, որ ես տառապում եմ մեծամտությամբ։ Դա նշանակում է այն, որ ես գիտեմ մի պարզ աստվածային կամ տիեզերական ճշմարտություն։ Եթե մարդը եւ խումբը ում միմյանց կապում է գաղափարը եւ ապագայի նկատմամբ հստակ տեսլականը, անում է այն, ինչի կրողն է եւ ինչին իրապես հավատում է, տեսականորեն անգամ հնարավոր չի, որ այդ նպատակին նա չհասնի։ Հարցը միայն ժամանակն է։ Բայց նպատակին չհասնել տեսականորեն անգամ հնարավոր չի, եւ սա վերաբերում է բոլոր ոլորտներին։ Սակայն այս ճանապարհին շատ կարևոր է, որ մեզնից յուրաքանչյուրը կարողանա մի հարցի նաև պատասխանել։ Ինչ ենք պատրաստ զոհաբերել այս ընթացքում։ Ցավոք մենք այսօր մեզնից շատերը ոչ այստեղ ներկաների մասին է խոսքը։ Ցանկանում են փոփոխություններ, բայց միևնույն ժամանակ ակնկալում են, որ այդ փոփոխությունները կլինեն իրենց օգտին, բայց իրենց մասնակցությունը չի պահանջվի այդ փոփոխություններում։
Նման բան տեսականորեն անգամ հնարավոր չի։ Հնարավոր է փոփոխություն իրականացնել բացառապես այն պարագայում, երբ նրան մասնակցում ես ինքդ, հակառակ պարագայում այդ փոփոխությունը երբեք չի սպասարկելու քո ընդհանուր եւ հանրային շահը։ Եվ այս փոփոխությունների ժամանակ եւս մեկ անգամ կարեւոր է այդ հարցին պատասխանել. ինչ եմ ես պատրաստ զոհաբերել։ Զոհաբերելը խնդրում եմ չշփոթել անպայման զոհվելու հետ։ Ժամանակի տրամադրումը, ջանքերը, պրոցեսի ներգրավվածությունը եւ այլն միշտ յուրատեսակ զոհաբերություն են։ Եվ միշտ ստանում ես այնքան, ինչքան պատրաստ ես եղել զոհաբերել։ Դրանից ավել երբեք ոչ մեկ ոչինչ չի ստանում։ Մեր ամբողջ պատմությունը մարդկության պատմությունը ընկած եղել զոհաբերման գաղափարի վրա։ Յուրաքանչյուր սերունդ միշտ զոհաբերել է իր ներկան ապագայի համար։ Այսօր մեր ներկան յուրատեսակ նախկինում իրականացված զոհաբերության հետևանքն է, եթե իհարկե եղել է զոհաբերություն։ Սակայն այս մեր ողջ ժամանակահատվածում մինչև վերջին դեպքերը մշտապես ապագան զոհաբերվել է ներկայի համար։ Իսկ այս վերջին ժամանակահատվածում ներկա իշխանության պարագայում, քանի որ ապագան այլևս զոհաբերված էր, դա չի նշանակում, որ անփոփոխելի, զոհաբերվում է արդեն անցյալը ներկայի համար։ Եվ հենց դա է պատճառը, որ մենք շարունակ փորձում ենք հրաժարվել մեր ինքնությունից, մեր էությունից, մեր տեսակից։ Եվ սա հետևաբար յուրատեսակ հանգրվան է, որտեղ հին այլևս չկա, բայց նորը դեռևս չի ձևավորվել։ Նորը երբեք մեր փոխարեն ոչ ոք չի ձևավորելու։ Հետևաբար յուրաքանչյուրս պետք է այդ հարցին կարողանանք պատասխանել։ Ինչ ենք պատրաստ մենք զոհաբերել եւ արդյոք պատրաստ ենք կրել այդ պատասխանատվությունը։ Ես համոզված եմ, որ այո։ Եվ հետևաբար հենց այս ամենով է նաեւ պայմանավորված մեր մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին։ Ինչպես որ արդեն ասեցի, պարլամենտում լինելը մեր համար երբեք միջոց, ավելի ճիշտ միջոց է, բայց ոչ երբեք նպատակ։ Քաղաքականությունը առաջին հերթին արժեքների եւ առաջնահերթությունների մասին է։ Մենք երբեք այս ամենի շրջանակներում չենք մտնելու նեղ սոցիալական, տնտեսական մնացած օրակարգերի մեջ, որովհետև մեր խնդիրը ամենևին էլ այսօր սոցիալական խնդիրները չեն, առաջնային։ Դրանք բնականաբար կան եւ համատարած են։ Բայց մեր խնդիրների հիմքում ընկած չի տնտեսական եւ սոցիալականը։ Մեր խնդիրները շատ ավելի խորը արմատներ ունեն։ Մենք երբեք չենք գնալու այս օրակարգի սպասարկմանը, որը մենք այսօր տեսնում ենք։ Եթե ուշադրություն եք դարձրել, կտեսնեք, որ այսօր հիմնական քաղաքական խոսույթը տեղափոխված է կենցաղային դաշտ, հարկային քաղաքականություն, սոցիալական եւ այլն։ Այսինքն իշխանության եւ ընդդիմության հիմնական դիսկուրսը սոցիալական եւ տնտեսական քաղաքականությունն է, որից որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է հետևություն անել, որ մենք այլևս այս ստեղծված իրավիճակի հետ համաձայն ենք եւ մեր գերխնդիրը այլևս սոցիալական հարցերն են։ Մենք չենք մտնելու այս օրակարգի մեջ, որովհետև ինչպես արդեն ասացի, քաղաքականությունը առաջնահերթությունների մասին է։ Երբեք չենք պայքարելու հետևանքի դեմ, այլ պայքարելու ենք շտկելու համար կամ վերացնելու պատճառը։ Եվ մեր օրակարգը երբեք չի լինելու ընդդեմ, այլ լինելու է միշտ հանուն, ինչպես որ եղել է մինչ օրս։ Հետևաբար մեզ հաջողություն եմ ցանկանում գալիք ընտրություններին եւ անենք անհրաժեշտը, հետո հնարավորը եւ հանկարծ կտեսնենք թե ինչպես ենք անում անհնարինը։ Շնորհակալություն։